Իմ առաջին ելույթը հեռուստատեսությամբ հենց Ալյոշայի երգով է սկսվել։ Հայաստանի կոմպոզիտորների 5-րդ համագումարում հաջողությամբ ելույթ ունեցավ ինքնուս երգիչ Ռուբեն Մաթևոսյանը։ 1961 թվականի նոյեմբերի 5-ը իմ կյանքի ամենահիշարժան տարեթիվն է։ Այդ օրը Հայաստանի հեռուստատեսության մի ստուդիայում Ալեքսանդր Աճեմյանի «Լեռան աղջիկ» երգի իմ կատարմամբ ես մկրտվեցի որպես երգիչ։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսպիսի ջերմությամբ է հիշում իր առաջին ստեղծագործական հանդիպումը կոմպոզիտորի հետ։ Խոսել Ալեքսանդր Աճեմյանի մասին, ասել է, թե իմ սեփական կենսագրության էջերը վերընթերցեմ։ Իմ լավագույն ընկերներից, հրաշալի բարեկամներից։ Եվ այսօր մեզ սպասվում է յուրատեսակ ճամփորդություն աճեմյանական երաժշտության աշխարհով։ 2025 թվականը Հայաստանի մշակութային կյանքում նշանավորվում է հայ մեծանուն կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանի 100-ամյա հոբելյանով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային ռադիոյի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ կազմակերպված հոբելյանական համերգը նվիրված էր կոմպոզիտորի հարուստ ստեղծագործական ժառանգությանը։ Նրա երաժշտությունն այսօր էլ չի կորցրել հայկական հոգևոր, ազգային ինքնության ու արդիական մտածողության ուժն ու խորքությունը։ Աճեմյանն առաջիններից էր, որ հայ երաժշտարվեստում սիմֆոնիկ նվագախումբ ներառեց մարդկային ձայնը, ստեղծելով հնչյունային նոր որակներ։ Կոնսերվատորիայում աշխատում եմ, երբ որ ես տալիս եմ աճեմյանական երգերը, այնտեղ կան երգեր, որոնք հրաշալի են։ Գյորգի Մինասյանն է երգում, Բելլա Դարֆինյանն է երգում, իմ ռեպերտուարում կա շատ լավ երեխաները հրաշալի ընկալում են եւ դուր է գալիս։ Երգչուհին առանձնացնում է Աճեմյանի լավագույն երգերից «Իմ մայրիկը», որը կոմպոզիտորը գրել է 1965 թվականին Դիլիջանի ստեղծագործական տանը Գևորգ Էմինի խոսքերով։ Նույն տարվա աշնանը կոմպոզիտորի ծննդյան 40-ամյակի առիթով այդ երգն առաջին անգամ հնչել է Հայաստանի գրողների միությունում կազմակերպված հեղինակային համերգին Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ։ Հոբելյանական երեկոյին նույնպես երգչուհին այս երգով ներկայացավ։ Ռաիսա Մկրտչյանն առանձնակի ջերմությամբ է հիշում իրենց համերգային ճամփորդություններից մեկը մի խումբ կոմպոզիտորների ու կատարողների հետ։ Այդ շրջագայության ժամանակ Ալեքսանդր Աճեմյանն անձամբ էր նվագակցել «Իմ մայրիկը» երգի կատարմանը։ Դա հրաշք ուրեմն անմոռանալի օրեր էին, որտեղ ինքն էր նվագակցում եւ տարբեր ժանրի կոմպոզիտորները իրենք տարբեր ժանրերում իրենց սոլիստների հետ նվագակցում էին դա մի քիչ արտառոց էր այդ ժամանակների համար եւ հրաշալի դա Էդվարդ Միխայելիչ Միրզոյանն էր կազմակերպել եւ անմոռանալի օրեր էին դրանք։ Աճեմյանի որպես կոմպոզիտորի ձևավորման գործում մեծ է եղել նրա ծնողների, նշանավոր դերասանուհի Արուս Ասրյանի և ականավոր բեմադրիչ Վարդան Աճեմյանի դերը։ Աճեմյանների տան արվեստով հագեցած մթնոլորտը, թատերական միջավայրը, ազգային մշակույթի գործիչների հետ սերտ կապերը կանխորոշեցին արվեստին երաժշտությանը նվիրվելու Ալեքսանդրի որոշումը։ Լենինականի երաժշտական դպրոցի ջութակի, այնուհետև Դաշնամուրի դասարաններում, իսկ Երևան տեղափոխվելուց հետո Սպենդիարյանի անվան դպրոցում ուսումնառությունն ամրապնդեց այդ որոշումը։ Աճեմյանի երաժշտության ամենամեծ գաղտնիքն անկեղծությունն է, հայկական լինելու ուժը, ասում է Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը։ Թեև Աճեմյանի ստեղծագործությունների մեծ մասը գրված է էստրադային ժանրում, դրանց հիմքում ժողովրդական մտածողությունն ու զգացողությունն է, որը միշտ դիմանում է ժամանակի փորձությանը։ Երվանդ Երզնկյանն ասում է, որ Հանրային ռադիոյի էստրադային նվագախումբը միակն է, որը պահպանում է Աճեմյանի երաժշտության ոսկե ժառանգության շունչը բնօրինակ նոտաներով, որոնք պահվում են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։ Հիմա այսօր միակ
նվագախումբն է, որը մեր այդ ոսկի օրինակները պահպանում է եւ շատ ժամանակ մենք կարող ենք ռեմիքս անել, շատ ժամանակ մենք չենք անում, հենց իր գրածով, իր բնօրինակով են անում։ Ես օրինակ գործիքավորել եմ մի քանի բան իր համար, չնայած այս ժամանակ ուսանող էի, բայց ինքն էլ իմ ուսուցիչն էր, բայց օրինակ ասում էր այս մի երկս դու պետք է անես։ Օրինակ երեկոյան Երևանը, որը քանի տարի ավարտվում էր բանը, հայկական երաժշտատեսությունը այդ երգով, ես շատ հպարտ եմ, որ ես եմ գործիքավորել։ Աճեմյանի ստեղծագործական ժառանգությունը ներառում է 5 սիմֆոնիա՝ Սասունցի Դավիթ, 7 երգ Հայաստանի մասին, Լորիկը, Երևանը, ինչպես նաև բազմաթիվ քնարական երգեր, սիմֆոնիկ ու կամերային գործեր։ Աճեմյանի բոլոր բնօրինակ նոտաները պահպանվում են մեզ մոտ եւ հենց այդպես էլ կատարվում։ Ինքը բացի էստրադային երգերից սիմֆոնիաներ ունի եւ ես ուզում եմ նշել իմ ամենասիրելի ստեղծագործությունը, որը գրել է ֆիլմի համար «Ով կոտրեց ձայնապնակը» եւ շուտով դուրս կգա այդ ձայնագրությունը եւ ամբողջ ֆիլմի երաժշտությունը 45 րոպեանոց երգել է մեր լեգենդար Ռուբեն Մաթևոսյանը, ինքն է արել այդ գործիքավորումները։ Հոբելյանական համերգին մասնակցում էր նաև Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը։ Պատանի երաժիշտներն այդ երեկո ասես կամուրջ լինեին, որը միացնում էր անցյալն ու ներկան, խորհրդանշելով, որ Աճեմյանի երաժշտությունը շարունակում է ապրել, շնչել ու փոխանցվել նոր սերունդներին։ Աիդա Ավետիսյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։